Պարոն Կացին։ Պարոն Ղուկասյան, կարծում եք այսօր քաղաքացիական պայմանագիրը կմասնակցի նիստին։ Կարծում եք, հիմա կերևա։ Աղմուկն ու ինտրիգներն անցյալում են։ Գյումրու ավագանիում երկրորդ նիստն է։ Ուշացած հասնում են նաև քաղպայմանագիրը, որ բացակայում էր քաղաքապետի ընտրությանն ու երթմնակալությանը։ Բարև ձեզ, համեցեք, նստեք։ Շեֆերը վերջում են գալիս, Ստալինի քաղաքականությունը։ Քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվում է Ավետիս Առաքելյանը, որը համատեղությամբ Վարդան Ղուկասյանի դստեր ամուսինն է։ Առաքելյանի թեկնածությանը գրեթե բոլորը կողմ են, ձեռնպահ են միայն ՔՊԻ 13 անդամները։ Շնորհավորում ենք Ավետիս Առաքելյանի շատ պատասխանատու Գյումրի քաղաքի փոխքաղաքապետի պաշտոնին, կապ չունի, որ Ավետիսը, Առաքելյան Ավետիսը իմ փեսան է, ես շատ պատասխանատու եմ ու շատ պահանջելու եմ իրենից ավելի շատ, քան որևիցե մեկից։ Շնորհակալություն եմ հայտնում նախ առաջինը Տեր Աստծուց, որ կարողացա հասնել այս բարձրաստիճան պաշտոնին, շնորհակալություն եմ հայտնում ինձ կողմ քվեարկած բոլոր ավականիների անդամներին, շնորհակալություն եմ հայտնում ձեզանից պարոն քաղաքապետ վստահության եւ առաջադրելու համար։ Ձայների նույն համամասնությամբ երկրորդ տեղակալ է դառնում Ղուկասյանի ընկեր ու Գյումրու նախկին փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը։ Անսահման սիրում եմ իմ քաղաքը, աշխատել եմ տարբեր պաշտոնների, տիրապետում եմ աշխատանքին, կարող եմ օգտակար լինել մեր քաղաքի հետագա զարգացմանը, կառուցապատմանը եւ ժողովրդի բարօրությանը։ Քրեական գործերով անցնող Ղուկասյանը մինչև այս արդեն հայտարարել էր։ Իր մերձավորներին է ցանկանում տեսնել այս պաշտոններին, որ եթե հանկարծ ինքն անազատության մեջ լինի, իմանա, որ քաղաքն իր վստահելիների ձեռքում է։ Բայց քանի դեռ ինքն է Գյումրին առաջնորդողի աթոռին, լուսավոր ապագա է խոստանում հայրաքաղաքին։ Չենք սպառվել, ավիոնը կա, եռանդը կա, հայրենիքը սիրում ենք, քաղաքը շատ, հայրենասիրությունը գալիս է փողոցից, ազգանունից, քաղաքից եւ ընդհանուր առմամբ։ Շատ անելու գործ ունենք ու հավատացեք, կարող ենք անել, դիմացը շատ լուրջ բաներ է սպասվում, շատ լուրջ, ոչ միայն պետության վրա ենք հույս տնելու, կտեսնեք, որ կողքից իմ կաբերով ինչքան ներդրումներ են բերելու Գյումրի քաղաք։ Նիստից հետո քաղպայմանագրի ղեկավարն ասաց, տոտալ բոյկոտի որոշում չունեն, մասնակցելու են բոլոր այն նիստերին, որոնք կարևոր ու որոշիչ են լինելու քաղաքի զարգացման համար։ Մենք գյումրեցիներից չենք խռովում, ծառայում ենք մեր քաղաքին եւ մեր բնակչությանը։ Մինասյանը բացառում է կոմունիստների հետ կոալիցիայի հնարավորությունը։ Ես ուր կոմունիզմը ուր։ Բառը բերանում թիկունքին հայտնվում է կոմունիստ քաղաքապետը, փորձում լրագրողներից այսպես ասած պաշտպանել իր քաղաքական հակառակորդին։ 15 րոպե չեն թողնի։ Շնորհակալ եմ, զգացված եմ ընկեր Ղուկասյան։ Հերմինե Ղարիբյան, Էպիկենտրոն։